Ավելացնում ենք նաև չիչխանի յուղը, որը եւ գույն է տալիս, եւ նա բոլորս գիտենք մաշկի համար ինչքան կարեւոր է։ Բուժիչ խոտաբույսերից, ծաղիկներից, բնական եթերայուղերից եւ հանքային հավելումներից պատրաստված այս ձեռագործ օճառների հեղինակը Աննան է։ Համակարգչային դիզայնի մեջ մասնագիտացած նկարչուհին մի օր որոշեց օճառ պատրաստել։ Առաջին իսկ փորձից այնքան գեղեցիկ ստացվեց, որ սկսեց նվիրել ծանոթ բարեկամներին։ Օճառները շատ լավ բարձր որակի են, կան օրգանիկ նատուրալ օճառներ եւ գլիցերինային օճառներ, մաքուր օճառներ են դրանք։ Գլիցերինային օճառները, ասեմ ձեզ, այս դեկորատիվ օճառներն են, որոնք եւս շատ լավ բարձր որակ ունեն, իրանց մեջ էլ կա տարբեր օգտակար նյութեր ավելացված։ Բաղադրիչներն ընտրելիս փորձում է այնպես անել, որ արտադրանքի բույրն ու գույնը ձևավորվեն հայկական հումքից։ Դեղաբույսերը մշակում է սեփական այգում, խնամքով հավաքում, հատուկ պայմաններում չորացնում, պահպանելով դրանց օգտակար հատկությունները։ Այստեղ կավելացնենք այս կալենդուլայի թերթիկները, կալենդուլան, ռոզմարինը, լավանդան ու մի քիչ էլի ինչ-որ բաներ։ Վաճառում է հիմնականում սոցիալական հարթակների միջոցով, ասում է իր գնորդները մարդիկ են, որոնք մեծ ուշադրություն են դարձնում մաշկի առողջությանը եւ կարեւորում խնամքի պարագաների էսթետիկ տեսքը։ Այս վերջի իմ բանն է, տեսակներն է, որոնք ես պատրաստել եմ, իբրև բնական քար է, հա։ Սա նեֆրիտի նման է օրինակ։ Սա ուղղակի, չգիտեմ, գետի մրիչնայ գալկը ոնց են ասում, տենց ինչ որ ուղղակի սովորական քար է, հա, սա տեսեք ինչ որ ամետիստի նման է։ Վստահեցնում է յուրաքանչյուր կին կարող է արտադրել ազատություն տալով ստեղծագործ մտքին եւ հավատալով սեփական ուժերին, ինչը նրան դարձնում է ավելի ինքնաբավ ու վստահ։ Եթե ուզում ես, ստացվում է, եթե հետաքրքրվում ես, անում ես, չարչարվում ես, փորձում ես, անպայման ստացվում է։ Այնպես չէ, որ ես օճառներ, չգիտեմ, վաղուց եմ անում, չէ, ուղղակի համացանցում եմ տեսել, ինչ որ բաներ էր հանդիպում, հետաքրքրեց, ասես ինչպես է ստացվում։ Օրգանական օճառների մեծ մասը պատրաստվում է սառը եղանակով, որի ընթացքում բուսական յուղերը չեն ենթարկվում բարձր ջերմաստիճանի, պահպանելով իրենց բնական հատկությունները։ Ծաղկանուշ Միրզոյան, Ռոմիկ Խաչատրյան, լուրեր։